Ճագարներ ունենք, ճագարներին կերակրել եմ խոզին, վատներս վրա հաշվում եմ էլի, որին եմ արել, որը չեմ արել այդքան գործերը։ Սենց ասում եմ, ես մնաց, ինքս բարձրաձայն ասում եմ, թղթին կերակրել եմ, ֆորթերին կերակրել եմ, սենց հերթով հաշվում եմ, որն եմ արել, որը չէ։ Բայց դե քաղաք դու գիտես էլ տա քո գործը, առավոտը գնում ես այդ գործին, իրիկունը գալիս ես, ժամը 6-ին քո գործը վերջացավ, չէ։ Իսկ մեր մոտ հեն չի, են մեծերի ասած ժամու պատարակ չունի էլի գյուղացու գործը, ու մշտական գործ։ Մեկ անտեր գործից հոգնում է փնփնթում, որ լույսը չբացված արթուն է, կեսգիշերին նոր գլուխը բարձին է դնում, մտքում էլ հաջորդ օրվա գործերի պլանավորման ծանր բեռը, որ մեկ իսկի էլ չի թողնում քնել։ Այսօր առավոտ կովերին կթել, հանդեպ տարել, եկել, գոմ մաքրել, հավ ճիվ կերակրել, այգին քախանել, տան գործերն էլ հետ չի գցել։ Հիմա էլ ձեռքերը վառելով թել պանիր է անում, բայց այսքանով անելիքը չի հատնի, ասում է էլի գործ, էլի հոգս, էլի քրտինք, ուրիշ գյուղում չի լինում։ Մեկ խոսում եմ, վախին մի փնփնթում եմ, ես կով կթիլը առավոտը 5:30-ին վեր կածեսեն են, մեկ էլ ասում ենք աշունը, որ ապրանք ենք ծախում, մի բան ենք անում, մի բան ենք սարքում, դե պայելով անում։ Հա, հետո գալիս են մի հետ հյուրասիրում ես, քեզ լավ ես զգում իհարկե։ Տուն նորոգել կլինի, գոմ ծարկել կլինի, կահույ, կարասի առնել կլինի, ամեն ինչ այդ անասունով է, այդ թրիքով ասում է։ Տարիներ ասում են, տուն ոնց ասում են, մեկ այլ տեղից մի քոր կոպեկ էլ չի մտել, ամեն ինչ անասունով են արել։ Էնպես որ ձեռքերը վառելով լինի թե սարուձորանելով, իր գործն է գլուխը կախանում է, հեշտին ու դժվարին չի նայում։ Դե բայց ուղղակ են, որ քաղաքում կանի, ասում են հա դե յուղացոնց ինչ կա, իրանց ամեն ինչը տնից է, էլի ու այս չարչար մունքը չեն հաշվում, բայց քան չարչարմունքը, տնից չի, ես բոլորն էլ գումարա փողա, դուք աշխատում եք, դե հենց եք ստանում, վայ, սպասի ստեղ տնեմ էլի, մենք աշխատում ենք, հենց ենք ստենում, Այս էլ ձեր աշխատավարձը։ Հա, այս էլ մեր աշխատավարձն է, ոչ մեկը ձրի չի, ոչ մի բան հեշտ չի, Հեշտին երբեք չի էլ վազել, կրակի կտորայդան, միշտ էլ էսպես, ոնց ասում են, էրվելով, այսինքն վառվելով է ստեղծել իր բաժին մի կտոր հացը։ Մարտի ղոչաղ աղջիկը 17 տարեկանում սաբաբով հարս է եկել Մղարդ, մի մեծ տուն լիքը ժողովուրդ, սկեսուր, սկեսրայր, տեկրեր, տեկհարկնանիք, բոլորի հետ հարմարվել ապրել է, մինչև որ ամեն մեկն իր տուն տեղն է ստեղծել, տան մեծերին էլ հողավորել է ու դարձել այս տան տիրուհին ու միաժամանակ ծառան։ Առավոտվա կթած կաթը իրենն է, այսինքն տնտեսության համար է, այլ կերպ ասած իր յուղ ու պանիրն է, իսկ իրիկվա կթածն արդեն հանձնելու է, ասում է թորնիկները տնական յուղ ու պանիրի սիրահար չեն, ինչն էլ հետ է քաշում իրեն ու ամուսնուն հերիքում է։ Տնական կաթն ու յուղը վաճառում թորնիկների համար գործարանային կաթ ու յուղ են առնում։ Փորձել է մի քիչ հեշտ, մի քիչ էլ ժամանակակից ապրել շատերի նման առանց կաթի մշակության, բայց ասում է չհարմարվեց, ինչ էլ լինի, սիրում է, որ տանը տնական յուղ ու պանիրն առատ լինի, ոչ թե խանութի ավտապ ու նազուտի։ Հիմա տես ասում է, մի գալ պանիր անելու համար մոտ 15 լիտր կաթ է գնում։ Եթե փողի վերածի հանձնելն ավելի ձեռնտու է, քան վառվելով թել պանիր անելն ու հետո էլ գնորդի մանգալը։ Ծախելու դեպքում էլ ավելի քիչ կվաստակի, քան կաթի դեպքում, բայց վնասով թե օգուտով դուրս գա կարևոր չէ, կարևորն իր անարատ ձեռքով պատրաստածն է։ Ես ոչ թե ստի մի կդնեմ թանգուեժանին կնայեմ, ուղղակի որ ես չեմ սիրում այդ հա, այդ է։ Դե չեն էլ հիմա բոլորն էլ ասենք բան են անում։ Հանձնում են, չեն մշակում, ճիշտն ասած, այդ մոտ կորնավոր չի բանանում, դե ստեղից էլ ընդեղ գնաս առնես մի հետեղն էլ, դե մի հետ չտի եղնի։ Մենք մեր ձեռքի հարասն անում ենք, ուտում ենք, մի խոսքով Ազիջան։ Հետո սպասում ենք, որ Այդան պարանին կախի թել պանիրը, բայց ի զարմանս մեծ ասում է, որ սովորություն չունի կախելու։ Հովացնում է իր ձեռքերի վրա ու փաթաթում, ասում է 1001 անգամ կախել ու մոռացել է, այդպես ինքն իրեն պատժում է։ Որտեղ եք կախելու։ Չեմ կախում, ես էլ իմ սովորությունն է, ձեռքիս վրաս էս տակ թողում եմ, հենց կախում եմ, մոռանում եմ, ուրիշ գործ անում, մեկ է տեսնում եմ ջիլս մնաց, պարանից կախված։ Չորացավ, հա։ Անց կենայ չեք կարա հավաքեք։ Դե լավ չի հավաքվում էլի, որ սարչում, հա։ Մի տակ գալ չէ, մի քիչ գոր բան աղն է, սարչի, չնայած ես բանով կարամ տանեմ, դե որ։
Հենց Ազի ջան, ես էլ մեր ջրի պրոցեսը։ Էդ էլ տեսակ։ Հա, եկակ շուտ արեցի, մի քիչ ուշոտ եմ անում, հմի պրծա ես մի գործից։ Հա, դե Այդտեղ նստենք մի քիչ, միջև սենց դուք էլ այդ հաղարջիցը կերեք, ես խաղողս է որ գալիս ասենց, փակվում ավելի սիրուն այեղնեմ։ Իր սովորությունն էլ այսպիսին է հովացնի ձեռքերին հետո նոր փաթաթի ու ոնց գյուղում են ասում շմաթի, այսինքն կաթի շիճուկի մեջ գցի։ Այսպես կաթի մշակության գործից պրծավ, բայց անելիք դեռ շատ ունի։ Մինչ այդ Ղոչաղայդան մեծ հրավիրում է իր տուն, մոտ կորեցուն հատուկ հյուրընկալությամբ համոզում հացի սեղան բացել։ Ճաշացանկում իր ֆիրմային տոլման է, դա չեք ուզի, ձվածեղը կա ու կա, ասում է, ձում բոլ է։ Հրաժարվում ենք հացի սեղանից ու բավարարվում միայն սուրճով։ Դե լավ դառը դնեմ, որ ես ձեզ ընկերակցեմ, ես դառն եմ խմում։ Էս ինչա։ Այստեղ յուղ եմ հալել։ Արա։ Հա, այստեն որ քափ ենք ասում էլ յուղը էս հա, էս մեր առօրյա օգտագործելու յուղն է, բայց Այդ խանութի բանի յուղերը դուք չեք առնում։ Չէ։ Այդ դրա եմ մշակում, որ խանութի նույնիսկ այդ որ կաթ ենք հազնում, այդ յուղարտից էլ չենք վերցնում, էլի մի խոսքում ենք մեր ձեռքի մշակած որ ժամանակներ ուզների ավելի լավ համով հոտով կսարքենք, ուղղակի ժամանակներուս մեկ չի ներեմ, խոսքի ասենք են, որ մի ուրիշ համով բան հնարավոր է տանդ կասարքես, կարող է հոգնածել ես կարտոշկայի փենք այդտեղից։ Իսկ ցանում եք դաշ։ Հա, ցանում ենք, եգիպտացորեն ունենք ցանած, ավյոզ ունենք ցանած, կարտոշկա բան չենք ցանում։ Բան դե որ անասունների խոտը պետք է առնենք ավյոզ ենք ցանում ու եգիպտացորեն։ Բայց ես քեզ ինչ ուրացիր եմ մածոն, թարմը մերած։ Տնական բաներ չեմ ուտում։ Ոյ։ Հոսող ջրի տակ ձմերուկն է լվանում տանտիկին ու օրհնում ջուրը բերողներին։ Մղարթեցի տանտիկինների աչքը լույս է եկել, ասում է ժամանակին այնքան են ձեռքով ջուր կրել, որ 1001 հիվանդություն են ձեռք բերել։ Ճիշտ է հիմա այդ ջուրը կա, բայց իրենք էլ այդ անջուր տարիներին նյարդեր ու առողջություն են քայքայել, որ էլ հետ չես բերի, ասում է։ Բայց հարցն է, որ մենք ենք առողջությունից ընկել ենք, այդ ժամանակի շատ ենք չարչարվել։ Հա, այն որ գրովի ջրով ասում ես ոնց անել, բայց ընդով հասցնենք անենք ամեն ինչը, իսկ հիմի մի բան թեր եղնում, որովհետև մեկից ոտն է ցավում, մեկից մեջքն է ցավում, էլ եմ ասում։ Էլ առողջություն չկա, մի հատ ստեղից դանակ վերցնեմ։ Ուշացրին, էլի, Ուշացրին, բայց դեր փառքաստու, թող երիտասարդները գան, վայել են, ունենան, ստեղծեն, ասում եք այն ժամանակ արել ենք, մենք արել ենք, թող մեր երիտասարդները չանեն, գան, վայել են արդեն։ Այսպես կտրտում է ձմերուկն Այդան ու իրեն հատուկ գոչաղությամբ սուրճի սեղան բացում։ Նկատում եմ, որ ձմերուկի մեծ մասը թողնում է կեղևին, հարցնում եմ արդյոք իր սկեսուրի կենդանության ժամանակ հարսը կհամարձակվեր այդպիսի տնաքանդություն անել։ Այդան ծիծաղում է ու պատասխանում։ Վայ, չի պետք է անեմ, Ազիզ ջան դրա կեսներն են, որ Բայց դե գյուղում թափվելու բան չկա, որ ես էլ հավաքում եմ, չասեք հացը հավաքում եմ։ Գյուղում որ գցես ոչ մի բան չի թափվում, թեկուզ դե հենց։ Այս ի՞նչը տեք սրա չի։ Ազիզ ջան, մի հայ հլա է սահանը։ Քաղցրաջրում է, է սահանը, թողել եմ սարչի։ Այս հենց Այսինքն հատուկ եք տենց անում, թե չէ, նենց չտեն։ Հա, բայց որ գցես, հենց չի որ այստեղ գյուղում բանա թափում, անասուն ունենք, ես էլ մեր անասունն ա ուտում, ինչ տարբերություն, հիմա այս փռելու եմ սինիներում, հա, ընդեղ ունեմ էլի, թեկուս ծածկած։ Այստեղ են ասել ամեն մատը մի մարդ, Այդայի համար չկա այնպիսի գործ, այնպիսի մի բան, որ հնարավոր չլինի անել, առհասարակ ասում եմ մարդ եթե ուզի, ամեն ինչ էլ կհասնի, թեկուզ եւ գյուղում ու դրա համար բոլորովին պարտադիր չէ Խոպան գնալ կամ Եվրոպաներ, աշխատող մարդն այստեղ էլ ապրում է։ Այդան քաղաքի անուն լսել չի ուզում, մանավանդ Երևանը չի սիրում, բայց իր ջահելներին չի արգելել, ասում է թող գնան, լավ կյանքով ապրեն, բայց իրենը գյուղն է։ Նայած ով ինչ ա ուզում, ով ինչ ա սիրում։ Հիմա ես երիտասարդ ժամանակ չեմ սիրել Երևան ասվածը, ինձ համար Վանաձոր որպես ապրելու քաղաք։ Հա, հիմա էլ առավել եւս։ Հա։
Բայց թե դե ոնց ուզում ա ոնց չգիտեմ Օրինակ դուք դեմ չեք լինի որ ձեր ջահելները Քաղաք չէ, բացարձակ, ընդհակառակ ավելի շատ կողմ կլեմ, ոչ թե դեմ կլեմ։ Որտեղ քաղաքի նավությունը շատ է, երեխեքի թորնիկներից սովորելու, իսկ այստեղ չկա այդ հնարավոր, երեխեք ունենք ինչ, ոչինչ չունենք, դպրոստուն։ Իսկ քաղաքում լիքը այսօր այս ժամանակներից ասում ենք, բայց տես այսօրվա երեխեն լիքը մասնագիտություններ կա, չէ՞ որ կարող է ընտրի, պարտադիր չի գերազանցիկ սովորես։ Կարազ լիքը բաներ ընտրիս։ Սուրճի սեղանը բացված է, հետո Այդայի մոտ արթնանում է ռոմանտիկան ու որոշում սեղանը զարդարել նաև ծաղիկներով։ Ասում է ամուսինը ջահել ժամանակ հաճախ էր իրեն սարի ծաղիկներով ուրախացնում։ Հիմա էլ չնայած դժգոհ չէ, գործի ու չարչարանքի արդյունքում էլի ռոմանտիկայի համար ժամանակ գտնվում է։ Մանավանդ գյուղի կանանց համար, որ ամեն երեկո կովերին ջուրը տանելու առիթով հավաքվում են, հիշում ջահել ու գեղեցիկ տարիները, որ ակումբում հնդկական կինոների հերոսներով էին տարվում, լացում սիրահարվում, հուզվում, մի խոսքով այդպես այսօրվա հոգսերը ընդմիջվում են հիշողություններով։ Մեր առօրյայից ենք խոսում, ամեն իրիկու անասունների ժամին հավաքվում ենք այդ որ աղբրում չէ, որ գեի այդ կողմը։ Հա, մեր առօրյայից, մեր ընտանիքից, մեր հին օրերից, հա, այն ժամանակ պասարերից ավելի մեծերը պատմում են ոնց էր ինչ էր, հա։ Մեր սովորական, մեր գյուղի առօրյա։ Դե որտեղ կանայք այնտեղ էլ բամբասանք, մեկ-մեկ էլ խոսում են սկեսուրներից, հարսներից, բայց վերջում գալիս են եզրահանգման, որ հիմա հարս-սկեսուր հակամարտությունը վերացել է։ Դե ոնց չվերանա, եթե այս ժամանակվա սկեսուրներն էլ, հարսներն էլ տիկտոկերներ են։ Հրեն ասում է 1000 ու մի օրինակ կա, ոնց է հարսը սկեսուրին իր տիկտոկում նկարում։ Այնպես չէ, որ առաջվա հետաքրքրությունն էլ այդ հարցում չկա։ Այսօր կիսուր չկա, այսօր բոլորը հարսներից թվում կերուհիներ են։ Այդ ավելի լավ է։ Հա, իհարկե լավ է, շատ լավ է։ Հարս-կիսուր հարաբերություններ ես չեմ տենում, ունենք լիքը հարսներ, շատ լավ, շատ որ այն ժամանակվա վայ վիճեցին կրվեցին նա նրան են ասավ, չէ, չունենք, շատ իրար հասկացած, հա, մի խոսքով։ Տենց բանից։ Ժամանակի ընթացքում գյուղի կենցաղն էլ փոխվում է, ջուր, գազ, ամեն հարմարություն էլ արդեն կա, իրենք էլ տունը նորոգել են, կահավորել, բայց այս կեսուրի ու իր բաժին բերած բրդյա տեղաշորից ի օքոց սինցիպոնի չի հրաժարվել։ Վայ, մի կացլա, որ ցույց տալու է, ցույց տան գորը չէ։ Չէ, այս եկա փոխեցի լամենակ, այս Սենց։ Այստեղ կեսուրինն է։ Դե կիսուրինն էլ, ամերն էլ, ես էլ եմ կարել ինքն էլ տվել հենց չի որ, հա, բոլորը վերմակ, դոշակ չունեմ առնովի այդ բաների, չէ, չեմ սիրում, չեմ ուզում։ Պապական է, տեղաշորը։ Խորհուրդ էլ չեմ տալի, որ առնեն, որ մեկ աղջիկս ասում է, առանք բույակ չջան ասում եմ։ Այնպես որ տեղաշորի հարցում Այդան խիստ ավանդապաշտ է, ասում է պակաս ավանդապաշտ չէին իր սկեսուրն ու սկեսրայրը, ողորմածիկը ոսկի մարդ է շարունակում է։ Այսօր իրիկ ունել ենք հիշել բանա, այն ծրտին բաբշը մենք ասում ենք, ես ինձ ծուրտ է, չէ միշտ պապն ասում էր, ես ինձ ղիամատ է։ Բայց դե ընդորվա դատներն ուրիշ էր, ընդորվա ժամանակն ուրիշ էր, հիմա ուրիշ է, դե միշտ ասում ենք, չէ, այսօրվա հարցը մեր արածը չի անել, դե մեր կիսուրներն էլ մեզ են ասել, ես մեր ուտը հենց ամեն սերունդ իրանն ունի, չգիտեմ իրա ճիշտ ու սխալն ունի երևի ամեն սերունդ, կիսուր, կիսրար, տեքր, տեքոր, ու թե պետքի չենք իրար հետ ապրել իրանք վերև տուն ու սարքեն, տեղափոխվել են 2-3 ամիս տեքորանց հետ, բայց տալ եմ ունեցել կիսուր, կիսրար, մենք, ու արդեն շատ է չեմ մնացել 2 տարի ու տեղափոխվել ենք Վանաձոր, հետո 92 թե 3 թվին էլի եկել են գյուղ։ Բոլոր գյուղերում էլ հարսների կյանքը մանավանդ առաջներում դժվար էր, բայց մղարթեցի կանանց գործն ավելի դժվար էր, ասում է։ Տարիներով 1000 ու մի անեկդոտ են պատմել այստեղի կանանց երկարած ձեռքերի ու լեզուների մասին, հարս չգալու պատճառները կապել ջրի բացակայության հետ, բայց հիմա որ ջուրը եկավ գյուղ, պարզվեց, որ հարսների չգալը դրա հետ բոլորովին կապ չուներ։ Հարսների չգալու պատճառներում չի խորանում, բայց որ գյուղի տղաները ոսկի են, հարեհաս թասիբով Այդան կարող է երաշխավորել։ Եմ որ ասում են թասիբով մեկը մեկի հասնող, մեկը մեկի հասնող շատ, այս մեր գյուղը երևի ես, չգիտեմ ամեն մարդ իրանց գյուղն է գովում, բայց այս տարածաշրջանի ամենայն իրար հասնող, հարեհաս գյուղը երևի մեր գյուղն է իսկապես շատ հարեհաս մարդիկ են շատ,
Այ հիմա այս խոսքը ես մեր թաղում ջահել տղաներ կան, մեկը մեկի հասնող ու կարևորն է նա ձգտող են բոլորը։ Ասենք չեն գնա ամբողջ օրը գյուղում ամեջում կային են զրուցեն բան, ամեկն իրանց գործին, ամեկ ու բոլորը ձգտում են ավելին, լավին հասնեն, հա, չարչարմունք հա, բայց դե։ Այսպես զրուցում են քաղաք դարձող մղարդի, քանի որ այս գյուղի բնակիչները քաղաք համարում են, որտեղ ջուր կա, գազ կա, ասֆալտ։ Խոսում ենք նաև հարսնացու չճարող երիտասարդների մասին ու այդայի գործերը մնում են։ Հրեն հաղարջները կարմրել են, հավաքելու են անձրևներից խոտը բարձրացել է, քախանելու է։ Այնպես որ մենք էլ իր հետ անցնում են գործի։ Հավերը բաղ ու բոստան չեն թողել, բողոքում է Այդան, բացելով փոքր բանջարանոցի դռնակը։ Հա, ես ուղղակի մի քիչ, հա, ամեն ինչի ցանում ենք, ուղղակի որ այնտեղ հարմար չէր անասունների հետ։ Դրա համար ես մի փոքր տեղը սեն ցանկապատել ենք ու հələ համել Չէ, դե փակել ենք, ոչ չմտնեն էլի։ Թե չէ որ հավին մնա ես չէր եղնի, վաղուց կերել պրծել էին։ Կամպոտ, մամպոտ, ամեն ինչ անում ենք, դե մի կլուբնիկ փակել ենք, գիլաս փակել ենք, այդ սեզոնած իրանը կփակենք։ Ամեն ինչ փակում ենք։ Դե հիմա տան կանայք կան, ասում են Էդ էլա սխալ, էդ էլա չարչարմունք, չեն կանելու էլ։ Դե չգիտեմ, չէ, ես մի կաթա ասենք առավոտը մշակում եմ, իրիկունը հանձնում եմ։ Մշակում եմ ընդամենը իմ տան համար, չեմ սիրում այդ ուրիշի ձեռքի սարքածը օգտագործեմ, ես իմ ձեռքով։ Մեր տնականը, մեր մաքուրը, ես տենց եմ գտնում, դե մարդ էլ կա։ Տենց մտածում ինչ կարաս անես։ Մանավանդ այս փակոցի շրջանում գյուղացի կինը քիթ սրբելու ժամանակ չունի, ասում է։ Դրա համար էլ մեկ-մեկ բոյկոտում է գործն ու ամուսնուց պահանջում, որ քաղաք ուղարկի հանգստի, բայց հաջորդ պահին էլի իր գործին է անցնում, մոռանում քաղաքն էլ հանգիստն էլ։ Մեր կուզե, չէ, հիմնական չէ, կուզեմ գնամ մի քիչ մնամ գամ այս գեղի չարչարմունքներից, այն ասում եմ մեկ-մեկ տղես, վայ վերջ գնալու եմ այս էլ, բայց դե չէ, հա չենք կարա մնանք։ Արդեն մենք սովոր ենք այս գյուղի կյանքին, հանձինս կվարծիրայում, օրինակ ես թվում է մենք էլ չենք կարա մնանք։ Ոնց որ վանդակում։ Հա, մի հատ։ Դե հենց հայ լիդի այսինքն, բայց այն որ երիտասարդներ կնդով դե ձգտենք քաղաքին, իհարկե ձգտենք։ Բայց մի գեղի ջահելները ուզում են Չէ, բացարձակ։ Ինչքան ջահելներ ունենք, բոլորը սիրում են, բոլորը շատ հավեսով մնում են, տուն են առնում, ասենք նորաստեղծ ընտանիքները գյուղում, ստեղ են մնում, հա, չէ, ուրիշ գյուղեր չգիտեմ, բայց մեր գյուղում իսկապես երիտասարդությունը դուրս չի գալիս։ Այսպես ավարտում է հաղարջի բերքահավաքն ու էլի բողոքում աներես հավերից, որ ամեն անգամ հնար են գտնում, ցանկապատով ներս մտնում ու ամեն ինչ փչացնում, բայց դե իրենք էլ էլի օգուտ են տալիս օրական մի քանի տասնյակ ծու, որ ծախում է ու էլի տան կարիքին անում։ Այսպես է գյուղի կյանքը անվերջ շրջապտույտ, անվերջ չարչարանք, ուրիշ կերպ չի լինում, ասում է։ Այսպես իր ծանր առօրյայի մի քանի ժամով մեզ հետ կիսվեց տիկին Այդան, որ ինչպես նշեցինք, մեր հետևորդն է ու գնահատում է աշխատող, արարող մարդկանց մասին պատմող մեր տեսանյութներն ու ուրախ է, որ ինքն էլ դարձավ մեր հերոսներից մեկը։ Բեղմնավոր աշխատանք է մաղթում մեզ, իսկ մենք էլ շնորհակալություն ենք ասում հյուրընկալության ու հյուրասիրության համար ու հրաժեշտ տալիս Այդային ու քաղաք դարձող մղարդին։